Ամերիկայի ավիատեխնիկայի կողմից Իրանի միջուկային օբյեկտների թիրախավորումը ճառագայթման ազդեցություն հարևան երկրներում չի առաջացրել։ ՄԱԳԱՏԷ-ն ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն է հաստատել։ Կառույցի ղեկավար Ռաֆայել Գրոսին շեշտել է, որ ոչ բնակչությունը, ոչ էլ միջավայրը չեն տուժել։ Հարվածների թիրախ չեն դարձել Իրանի հետազոտական եւ էներգետիկ ռեակտորները, ինչը միջուկային անվտանգության տեսանկյունից կարևոր հանգամանք է։ Ռաֆայել Գրոսին նաեւ հայտարարել է, որ Իսրայելի եւ Ամերիկայի հարվածներից հետո Իրանը լուրջ հետընթաց է ունեցել իր միջուկային ծրագրում։ Հունիսի 30-ից Ռուսաստանի Դաշնություն հնարավոր կլինի մուտք գործել միայն RU-ID հավելվածում գրանցվելուց հետո։ Գրանցումը պետք է իրականացվի մուտքից առնվազն 72 ժամ առաջ, բացառությամբ սուր անհրաժեշտության դեպքերի։ Այդ պարագայում հնարավոր է 4 ժամ առաջ գրանցվել։ Նոր կարգը պարտադիր է առանց վիզայի մուտք գործող բոլոր օտարերկրացիների համար, բացառությամբ Բելարուսի քաղաքացիների, դիվանագետների եւ 6 տարեկանից փոքր երեխաների։ Տարածաշրջանում լարված իրավիճակի պատճառով մինչև հունիսի 30-ը Վիզեյերը չեղարկել է Աբու Դաբի-Երևան չվերթները։ Ընկերությունը ուղևորներին խնդրում է հետևել հաղորդագրություններին, ինչպես նաև պարբերաբար ստուգել էլեկտրոնային փոստերը։ Մյուս բոլոր հարցերով պետք է դիմել Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանություն։ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել Կամազ Մակնիշի բեռնատարի թափքում, որտեղ մոտ 30 մեղվի փեթակ է եղել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպի Վանաձոր ընթանալիս վարորդը նկատել է կրակը, ինչից հետո թափքը բարձրացրել է, որպեսզի մեղվի փեթակները թափվեն, բռնկումը մեքենա չհասնի։ Մինչև փրկարար ծառայության ժամանումը քաղաքացիները փորձել են մարել կրակը, ամբողջությամբ արդեն հրշեջների օգնությամբ է հաջողվել։ Քրեական դատավարության օրենսգրքի 194-րդ հոդվածը դատախազի կողմից նյութերը դատարան հանձնելու վերաբերյալ է, եւ այստեղ կիրառվում է անհապաղ եզրույթը։ Քաղաքացին դիմել էր սահմանադրական դատարան բողոքելով, որ անհապաղ ասվածը պարզ չէ, հստակություն չկա եւ օրենքով սահմանված այդ ժամկետում դատախազի կողմից նյութերը դատարան չհանձնելը խախտում է անմեղության կանխավարկածը։ Սահմանադրական դատարանը մերժել է դիմումի եւ գործի քննությունը։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։